Փառք Նժդեհին, ես ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որը ես նկատեցի։ Ինչ են անում եւ ինչ է ստացվելու։ Դրան անդրադառնալուց մի փոքր ներկայացնեմ եկեղեցու այս անցած ճանապարհը, մի փոքրիկ, բոլոր դել տեղյակ եք, բայց որպեսզի խոսքս մեկը մյուսին լրացնի, մենք գիտենք, որ 1700 տարի հայ առաքելական եկեղեցին անխափան գործել է։ Հայոց պետականությունը անխափան չի գործել։ Եկեղեցին եղել է անխափան, բայց պետականությունը մերթ 3-400 տարին մեկ, 5-600 տարին մեկ ընդհատվել է, նորից վերականգնվել է, ընդհատվել է, նորից վերականգնվել է։ Երբեմն եղել է, որ եկեղեցու պատճառով է ընդհատվել կամ կարող էր եկեղեցին աջակցել, չաջակցեց, ընդհատվեց, եղել է, որ եկեղեցու աջակցությամբ վերականգնվել է, օրինակ։ Եվ այս երևույթը, որ հայ առաքելական եկեղեցին որ անխափան գործել է, ընթացքում պետականություններ են ձևավորվել, ասես եկեղեցին դրա մեջ մեծ դերակատարում է ունեցել։ Եվ թուրքերը սա տեսել են եւ հենց այնպես չէ, որ Էրդողանը, ասում է, չարիք է հայ առաքելական եկեղեցին եւ սփյուռքը։ Այսինքն սրանք հասկացել են, որ որպեսզի Հայաստանը կործանելուց հետո դրանց նպատակը կործանելն է։ Արևմտյան Ադրբեջան թեզը արդեն իսկ, եթե կա Արևմտյան Ադրբեջան թեզ, նշանակում է չկա Հայաստան իրենց համար։ Էսի խաղաղություն, ասենք, մտածողներին եմ ասում, իմացեք, որ եթե կա Արևմտյան Ադրբեջան թեզ, դա նշանակում է չկա Հայաստան, այսինքն չկա խաղաղություն։ Դա չի քննարկվում, դա աքսիոմա է։ Ասենք Նիկոլին վստահող կամ հավատացող կամ ԿՊ-ին, կամ ասել թե թուրքերին։ Հիմա սրանք հասկացել են, որ եթե այս անգամ հիմա, եթե իրենց Աստված միացնի, ասենք հաջողվի Հայաստանը կործանել, կարող է 50 տարի հետո, 10 տարի հետո վերականգնվի։ Որտեվ եկեղեցին կարող է նորից ծնել իր ազգային գաղափարախոսությունը տանելով մարդիկ կրթի եւ նորից սկսվի ծնվեն Թեյլերյաններ, Նժդեհներ, Մոնթեներ, հասկանում ես, Անդրանիկներ, ամեն ինչ կարող է լինել։ Եվ իրենք սկսել են, այսինքն հայոց պետականության այդ քանդելու process-ը, այդ Արևմտյան թեզի հետ, որ իրենք տամած առաջ են տանում, հուժք ու հարված եմ ուզում հասցնել եկեղեցուն, որ եկեղեցին քանդվի մինչև իրենց Արևմտյան Ադրբեջանի իբր ստեղծելը, պետք է եկեղեցին արդեն իսկ, այսինքն այնպեսի վիճակում լինի, որ իրենից բան չներկայացնի։ Մենք տեսնում ենք, որ հենց որ Փաշազադեն հերթական արտահայտության Նիկոլ ավելի խիստ, սա չտեսնել, ասենք, պետք է ապուշ լինես, որ սա չտեսնես, էլի, նորից հարձակվում է եկեղեցու վրա։ Բայց ինչ է տեղի ունենում։ Մենք ունենք հանրության մի մաս, որը քիչ չէ, որ այսպես ասում է, դե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեզ չի հետաքրքրում քաղաքականությունը, ես ասեմ, որ ամոթ ցես, եթե ձեզ չի հետաքրքրում, դուք քաղաքականությամբ մի զբաղվեք, քաղաքականությամբ ամեն մարդ չպետք է զբաղվի, որովհետև քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, որ չհասկացողը այնտեղ տանուլ է տալի, ուղղակի տանուլ է տալի, չի կարող հաղթել։ Բայց հետաքրքրվել պետք է, որովհետև դու ես չէ ձևավորում իշխանություն, գնում ես ընտրությունների, բայց չիմանաս այդ իշխանությունները քո տունը ռիսկի տակ է դրել, քո հայրենիքը ռիսկի տակ է դրել, թե չէ։ Ալիևն ասում է Արևմտյան Ադրբեջան վաղ գալու են, եթե իրենց հաջողվի, քեզ վզից բռնել են տնից չպրտեն, ասեն էս մերն է։ Գնացի ստեղից։ Բայց դու չիմանաս ինչ ղեկավար ես նշանակել, որ քո Աբու Պաբերի հողերը, տները, ժառանգությունը կամ քո ստեղծածը չկան թուրքեր ձեռնից տանեն։ Դրա համար դու պետք է հետաքրքրվես քաղաքականությամբ։ Հիմա այս մասսան, փաստորեն, ով քաղաքականությամբ չի հետաքրքրվում, բանից պարզվում է, եկեղեցով հետաքրքրված է։ Դա շատ լավ է։ Այսինքն ինքը ավտոմատ, քանի որ եկեղեցին քաղաքական հալածանքների է ենթարկվում։ Մի բան ասեմ, ժողովուրդ, կներեք իհարկե այս արտահայտության համար, դուք մի նայեք Գարեգին-բեի անձին, գանձին, անգամ տանձին, որի հետևից Նիկոլն ընկել է։ Գարեգին-բեն էլ մի Նիկոլ է։ Դուք ճիշտ ուղղության վրա եք, հասեք եկեղեցու կողքը կանգնեք, Գարեգին-բեն գնացող է։ Միանշանակ գնացող է, բայց ոչ թուրք Նիկոլի միջամտությամբ, որտեղ թուրք Նիկոլի միջամտությամբ Գարեգին որ գնում է, մի հատ թուրք Նիկոլի պես գալիս է նստում է Գարեգինի աթոռին։ Ուրեմն երբ որ դու արթնացել ես, ու սա տեղի ունել նաև Սփյուռքում։
աջակցում ենք եկեղեցուն, այս քաղաքական այդ որ քաղաքականությամբ չզբաղվողները ավտոմատ, եթե ինքը եկեղեցու կողքին է, տեսնել է որ քաղաքական հարված է գալիս դրսից իր իշխանության միջոցով եկեղեցու, ինքը ստիպված արդեն հետաքրքրվելու է քաղաքականությամբ եւ ազգ արթնանալու է եւ տեղի ունենալու այն ինչը որ չեն հաշվարկել թուրքերը, բարեբախտաբար չեն հաշվարկել կամ հաշվարկել են, բայց ուրիշ ճար չունեն, ուզում են հովանավորեն, ոստիկաններով խեղճացնեն, ինչը այսօր երբ որ հերվից ես նայում, այդ ոստիկան ժողովուրդը դասած այն խիտ շարքերը, որ ոստիկանը չի կարողանում անգամ իր գործողությունը կատարել։ Այսինքն կատվածահար process էր, ոչ ժողովուրդը, ոչ ոստիկանը, ասած երբ որ դու հերվից նայում ես կամ շատ կներեք, երբ որ Թուրքիայից կամ Ադրբեջանից ես նայում, նույնիսկ ծիծաղելի է։ Դա իրենց հրահրածն է։ Հասկանում եք, մենք դարձել ենք դրանց հրահրման առարկան, բայց եւ պետք է մենք կարողանանք այդ խաղի մեջ շատ ամուր գտնվենք, մի կողմ թողենք Գարեգին Բեի անձն ու գանձը, ասեցի նաեւ տանձը, չաջակցենք Նիկոլին, եկեղեցին պահենք ու երբ որ այդ ցասում տեղի ունենա ազգային իշխանություն ձևավորվի, ոչ նախքին, ոչ ներկա, ազգային ապագա։ Այդ ժամանակ ազգային իշխանությունը ոչ թե պետք է միջամտի եկեղեցու գործերին, այլ ինքը պետք է ապահովի եկեղեցու անվտանգությունը, որ դրսից որևիցե մեկը չհալածի, չհարվածի եկեղեցուն, ոչ միայն թշնամպետությունները, այլ նաև այլ հոգևոր կառույցներ, որոնք նույնպես շահագրգռված են հայոց առաքելական եկեղեցին թուլացնելու, եկեղեցին տեղում ինքնամաքրվի, ոչ միայն Գարեգին Բեն, այլ նրա հետ շատերը կլքեն ավտոմատ, երբ որ տեսնեն պետությունը արդեն ազգային է, ժողովուրդը արթնացել է, իրենք հասկանան, որ իրենց տեսակը անելիք չունի եկեղեցուն։ Ինքը օրինակ եթե Գարեգին Բեն Վազգեն Վեհափարի պես, Վեհափար, ես կրկնում եմ այդ բառը, Գարեգինի դեպքում չեմ կարող ասել։ Ինքն էլ էր, չէ, խորհրդային միության ժամանակ եկեղեցին ստիպված էր KGB-ի հետ համագործակցելու, ճար չուներ, որպեսզի գոյատևեր։ Երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, Վազգեն Վեհափարը լինելով KGB-ի աշխատակից, իր մեջ գտավ, այսինքն արտնացրեց ազգայինը, եւ նա գերիշխեց իր գործողություններով, գերիշխեց KGB-ի գործակալին, հաղթեց ազգայինը իր մեջ։ Եվ ինքը շատ լուրջ ներդրում ունեցավ մեր պետական, այդ որ ասում եկեղեցին նպաստել է մեր պետականության վերականգնմանը, հանրապետության, առաջին հանրապետության վերականգնմանը, Գևորգին Գերորդի այդ կոչը, որ ես չեմ գնա այստեղ ցենք թուրը ձերքիս ես կմեռնեմ այս բանը շեմքին եկեղեցու, Վազգեն Վեհափարն էլ լուրջ ներդրում է ունեցել մեր բանակաշինության մեջ, հասկանում եք, բայց սա չունի այդ հունարը։ Մեր բախտը բերեց, որ խորհրդային քանդվեց, Վազգեն Վեհափար կար, որը ներդրեց այդ ամեն ինչը մեր պետականության ամրապնդման գործում։ Հիմա մեզ պետք է որ արթնանանք, այս Նիկոլ թուրք-մուրք սաղ նախքին ներկա դնենք մի կողմ, ազգային իշխանություն ձևավորենք, որը եկեղեցուն կպաշտպանի, որ եկեղեցին ներսում ինքը իրեն մաքրի։ Մեր միակ նպատակը սա է լինելու։ Ես չգիտեմ, ես սա եմ տեսնում։ Թուրքերը, որ իրենց հաշվարկներում պետք է սխալվեն, արթնացեք եւ հետաքրքրվեք քաղաքականությամբ։ Եթե չեք ուզում հետաքրքր, գոնե եկեղեցու աջակցելով դիմակայեք այդ քաղաքականությանը, որը տարվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Մնաք խաղաղությամբ։